Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը խստորեն քննադատել է գործող իշխանություններին ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքական առաջնահերթություններից հանելու և զոհի ու դահիճի միջև հավասարության նշան դնելու փորձերի համար։ Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, նա նշել է, որ թեև կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, սակայն դա պետք է տեղի ունենա բացառապես առանց ազգային արժանապատվության և պատմական ճշմարտության զիջման։ Նարեկ Կարապետյանը Ծիծեռնակաբերդում հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հայրենիքի անվտանգության և նոր ոճիրների կանխարգելման գլխավոր երաշխիքն է։ Անդրադառնալով անցյալի էջը փակելու իշխանական կոչերին, Կարապետյանը նախազգուշացրել է, որ դա իրավական պաշտպանվածության բացակայության պայմաններում ճանապարհ կհարթի թշնամուն նոր պահանջների համար։ Ըստ նրա, Ադրբեջանն արդեն իսկ սեփական կեղծ ցեղասպանության թեզերն է շրջանառում, փորձելով հող նախապատրաստել 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերաբնակեցնելու համար։ Զուտ թվեր չեն, մարդկային ճակատագրեր են, մարդիկ ովքեր չեն փոխել իրենց հավատը, չեն փոխել իրենց ազգը, ազգային լեզուն եւ այդ պատճառով ենթարկվել են սպանդի։ Դա մեծ նշանակություն ունի հայերի համար մինչև այսօր եւ մեզ համար շատ տարօրինակ է, որ 1.5 միլիոն ճակատագիր մեր հայրենակիցների, մեր նախնիների ճակատագիրը ինչ որ մարդիկ կարող են սարքել քաղաքական իրենց այսօրեական խնդիրներ լուծելու համար խաղարկում։